Հրապարակը գրում է իշխող թիմը լարված նյարդային ժամանակներ է ապրում, պատմում են, որ բոլորը հայտնվել են Փաշինյանի խոշորացույցի տակ։ Պոլիսներում խոսում են, որ իրավապահները վերևից հանձնարարական են ստացել առանց բացառության ուսումնասիրել բոլոր падգամավորների ֆինանսական շարժերը։ Փաշինյանը բոլորի դեմ թղթապանակներ, կոմպրոմատներ է պատրաստում, որ ըստ նպատակահարմարության ոմանց զոհաբերի հանուն իր վարկանիշի, ոմանց խաղից հանի, ոմանց դեպքում էլ հնազանդեցնի, որպես գործիք բանեցնի։ Հետևաբար թիմում դանոշիկությունը ծաղկունք է ապրում։ Թերթին ասել են, որ կան մարդիկ, որոնք տարբեր խողովակներով ինֆորմացիաներ են հավաքում մյուսների մասին, փոխանցում շեֆին, որ հանկարծ կուսակիցներն իրենցից մաքուր չերևան, իսկ Փաշինյանը սիրով լսում է բոլորի բերած փաստերն ու մտքում պահում։ Ժողովուրդը գրում է հակակոռուպցիոն կոմիտեն, գրոհ է սկսել կոմիտեի աշխատակիցներն առաջիկայում մտնելու են բոլոր տեսչական մարմիններ, թաղապետարաններ, համայնքապետարաններ, իսկ ահա պատճառը կաշառքի կոռուպցիոն գործընթացների մասին օպերատիվ տվյալներն են, ասել է թե առաջիկայում ձերբակալություններ են սպասվում։ Թերթը նկատում է հուսանք կոմիտեի ձեռքերը կհասնեն խոշոր ձկներին, քանի որ դժվար թե այդ կառույցների ղեկավարները տեղյակ չլինեն, թե ինչ գործընթացների մեջ են ներգրավված իրենց ենթակաները։ 3 քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներն էին ձերբակալվել կաշառքի գործով։ Ավելի ուշ իրավապահները մտան քաղաքաշինության տեսչական մարմին, ձերբակալություններ սկսեցին։ Սա էլ դեռ քիչ է, հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՆԳՆ 2 աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների վերաբերյալ կաշառք ստանալու մեղադրանքով։ Հրապարակը գրում է այսօր լրանում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, Սամվել Շահրամանյանի լիազորությունները այսօրվանից համարում են դադարեցված։ Արցախի գործող օրենսդրությամբ ամիսներ առաջ խորհրդարանի կողմից սահմանադրությունում կատարված փոփոխություններով ընտրությունների անհնարինության պարագայում նախագահ է ընտրվում ազգային ժողովի կողմից 10-օրյա ժամկետում։ Արցախի խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն թեկնածուների, որը ստանա 17 ձայն։ Թերթին ասել են, որ մինչև այս պահը որևէ ուժ չի հայտնել առաջադրելու մասին, հետևաբար Շահրամանյանը հնարավոր է դառնա միասնական թեկնածու։ Իրավունքում կարդում ենք ՔՊ-ում իրարանցում է առաջացրել Փաշինյանի զուգընկերոջ Աննա Հակոբյանի վերջին օրերի պահվածքը, բոլորը մի մարդու նման որոշել են շեֆին նեղը գցել, այլ կերպ ասած առաջիկա վարչության նիստին Փաշինյան Նիկոլի առաջ պայման են դնելու կամ տիկնոջը բերել ցիվիլ դաշտ կամ իրենք փաս են նրան արդարացնելու գործում, գրում է թերթը։